zet voçhareyik molor ergin nezi parach pera il hodnekir kemerokin yemahatsu haiskerbaran inch parkan beştan sırdakin zarasva kusur panbam ötnek törner ohortner mutyam minçev yergin yelle merzayn Եվ եգրիպյուր պարպարներ մեջ տաջարիտ արցականք տան մեծ է սահման անունություն ես սերդանուն անմահեդեր Ճշմարտություն շար հաստատուն Գեցե երբոր անցնին թարեր Ինչ ոտքի վրա ենք դարձնենք մեր երկարաններուն յետևը փոխադարձ ընթերցում թիվ 7 Փոխադարձ ընթերցում թիվ 7 Ինչպես որդի մարդո չեկավ սպասավորություն ընդունելու, հապա սպասավորություն ընելու եւ իր կյանքը շատերու համար փրկանք տալու։ Ասացի որդի մարդո եկավ, որովհետեւ գործվածը կընկներ ու բրգեր։ Ես եմ թուրը, եթե մեկը ինձ ներս մտնե, պիտի փրկվի, ու պիտի մտնե ու ելլե եւ արոտ գտնե։ Արդ Հիսուս նորեն խոսեցավ անոնց ուսավ։ Ես եմ աշխարհի լույսը, ամբորին ետևես ու կա, խավարի մեջ պիտի չկար, հապա գնաց լույսը պիտի ունենա։ Եվ Հիսուս ըսավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, թե Մովսես չտվավ ձեզի երտնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ձեզի ճշմարիտ երտնավոր հացը։ Հիսուս ըսավ անոր, ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորը կով չկար, եթե ոչ ինձ մոտ։ Հիսուս ըսավ անոր, ես եմ հարությունն ու կյանքը, ան որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի Եվ այն ամենը, որ կենդանի է ինձի կհավատա, հավիտյան պիտի չմեռնի, տուն կհավատաս։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չղրկեց աշխարհ, որպեսզի աշխարհը դադե, հապա որպեսզի աշխարհը անով փրկվի։ Ան որ կհավատա անոր չդադարդվիր, եւ ան որ չհավատար, անիկա արդեն դադարդված է, վասնզի Աստծո միածին որդվին անվանը չհավատար։ Աղոթենք, երտնավոր հայր շնորհակալ ենք քո շնորհքիդ համար, որ մեզի հասած է, կանոտ կանչելով ով դեր, մեզի մեղքերու թողություն գուտաս, կրնանք մոտենալ շնորհած կահին ով դեր։ Հիմա եկած ենք, մեր սիրտերը կփանանք, մեր պարապանությունները, մեր աղոթները քեզի ով դեր, որովհետև դու մեր սիրտերում մեջ ուրախության երկ դրած ես։ Փառքը քեզ ելա, հիմա եւ միշտ հավիտյան։ Ամեն։ Շարունակենք Տերը պարապանել երկելով մեր հաջորդ երգը երգ թիվ 596։ Երգ թիվ 596։
է ամեն էմպար ասխենևեր ու գհասնի թժող քորեր շահելու հան ծենաթամյան դրգեց որդին իրեն շահելու հան որդին մոլատ բրգեց մեղքեր ամեն սեն աստծու սեն հարազատ անչափելի հանքին սեն ողջան սեն հորտարատ նույնը սրբոց երկիր անհետանան և օրերին երկրի կահեր ալդավալին աղոտ կնե մարդիկ մերժեն ծածկվի պաղծան տերոշ թեմքեն այս տագավին ասվածային սեր չունենա չափեր չնորդ կրան ըլանիրթար սրբոց երկին ամբեր ձեր աստծու սեր հարազատ անչափելի հանքին ձեր ամբողջան սեր հորտարատ նույնը սրբոց երկին Թողնելանի փոխվեր եթե երկնագամար ըլար տուղթե մեր մի ծողուն կրիչ դառնալ ամեն մարդալ թվիր դառնալ պատմելու սեր ասոզովեր ծամկեցներ ծովեր չլար պապավ տուղտը բնավ երկինք տեեր ծածկեր անչափելի հանքին սեր ամբողջան սեր անթարթար նույնը սրբոց երկին Ամեն Բարի եկածեք բոլորդ միասին դերը բաշխելու Կուզեմ գարկ մեն մեր եղեցին կորզունյություններ ձեր ուշահատյան պերել Ձունունթի ճաշկերույթ բիդունենանք աստվածուզենը հումբար դասին շապադորը ժամը 6-ին մուտքինքինը 20 է մեծերուն և $10 բզդիկներուն 10 դարեգանին վար Կալ երագի գիրակտորիա տվրոցը մինչոս պաշտամուկ կնենք վարը պարտի բիդունենան զնունթի արիտով Սո միտկերնի դել ժամը 11-ին Կուզենք շնորհակալություն հայտնել ամեն անանցիկները, որոնք իրենց նիվերադությունները մեր եղեցին գնիվիրեն Այսօր պիտի վարենք ծնունդի ուրախության խոստումը խորհրդանշող երրորդ մոմը, որուն համար կհրավիրենք Դեր և Դիգին Դիկրան և Վանդա Անտաբյանները։ Հիշենք ավետարանեն Պրչին դված ուրախության վրայով մի քանի համարներ։ Երբ հոյիվները գիշերվան մեջ իրենց հոդերում պահպանություն գնային, ահա դերոջը հրեշտակը անոնց վրա իջավ, ու դերոջը փառքը անոնց փոլորդիկը ծակեցավ, ու շատ վախցան։ Բայց հրեշտակը ըսավ անոնց. «Մի վախնաք, վասնզի ահա ես ցեզի մեծ ուրախության ավետից կուտամ, որ բոլոր ժողովրդին
բիդալլա։ Ուրախ եղեք Տերոջմով ամեն ադեն, ցարսյալ գսեմ, ուրախ եղեք։ Ձեր քաղաքությունը ամեն մարդու թող հայտնի ելա։ Այս բաները ցեզի խոսեցա, որբեսի իմ ուրախությունը ձեր մեջ մնա ու ձեր ուրախությունը լման լա։ Այս ուրախության խորհրդով վարենք երրորդ մոմը։ Այս ուրախության խորհրդով վարենք երրորդ մոմը, փրկին դված ուրախությունով դերը լեցնե մեր բոլորին սրտերը։ Պիտի գարտամ Աստծո շունչեն Եսայա 7-րդ գլուխ 10-րդ համարեն 15-րդ համար։ Եսայա 7-րդ գլուխ 10-15-րդ համարները։ Տացյալները խոսեցավ Ակիային ու ասավ. Կուդեր Աստծմետ քեզի համար նշան խնդրե։ Խորհրդյան մեջ կամ Պարսության մեջ, բայց ակազը ասավ, չեմ խնդրեր ու դերը չեմ փորձեր։ Այն ադեն անիգա ասավ, լսե հիմա, ով Դավիթի դուն, բզդիկ բանգերևնա քեզի մարդիկ կաշխացնելդ ու իմ Աստվածս ալբիդի աշխատցնես։ Այսօր համար դերը ինք նշան բիդի դա քեզի։ Ահա գույսը բիդի հղանա ու որդի բիդի ծնանի եւ անոր անունը Էմանուել բիդի գոչվի։ Անիգա գոքի ու մեղր բիդի ուդե, մինչև որ գիտնա չար մերժել ու բարին ընտրել։ Ամեն։ Աղոթքի համար մեր գլուխները խոնարհեցնենք։ Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Որքան շնորհակալ ենք այս առավոտ, որ մեզի անգամ եւս կյանք շնորհեցիր եւ մենք կարողացանք այստեղ հավաքվել քո տանդ մեջ, քո անունդ փառավորելու եւ մեծարելու։ Որովհետեւ դու ով մեր Տերը արժանի ես ամեն փառքի, ամեն բադիվի եւ ամեն փառաբանության։ Հայտնաբես այս օրերու մեջ, որ կպատրաստվենք դոնելու քո աշխարհ քալու կորձդ, որ կատարեցիր։ Ցկեցի երկինքի փառքը եւ եկար այս աշխարհ մեզի պես մարդ ըլլալու, որովհետեւ մեզի արիթ շնորհես քո փրկության ծրագիրովդ, որ կարողանանք հավիտենական կյանքը ընդունել եւ հավիտյան քեզի հետ ապրիլ։ Անորամար որքան երախտաբար ենք ով դեր այս քո հրաշագործ զոհողությանդ համար։ Եվ այսօր այստեղ հավաքված ենք, որովհետեւ քո տանդ մեջ քեզի բաշխելով, քեզի պարապանելով մեր երախտաբարդությունը հայտնենք։ Եվ գիտնանք ով դեր, որ մեր կյանքի աղբյուրը տունես, մեր ուրախության աղբյուրը տունես, մեր հույսը տունես, քո ներկայությունդ մեր կյանքի մեջ ով դեր մեզի լույս կուտա, մեզի մեր խավարեն դուրս կհանես եւ կառաջնորդես քո թակավորությանդ։ Փառք կուտանք քեզի այս քո սիրույթ համար, որ յուրաքանչյուրս սիրեցիր։ Թեպետ ով դեր մենք մեղավոր էինք, մենք քեզ հերույ էինք, բայց ցուն հարմար ժամանակին սիրեցիր մեզի, ընդունեցիր մեզի եւ քո խոսքդ հայտնեցիր մեզի։ Փառք կուտանք քեզի
այս քու բոլոր ըրածներուդ համար։ Անորամարով դեր այս վստահությամբ քու արջևդ կուքանք եւ մեր աղոթքները եւ մեր պետքերը քեզի կբարձրացնենք։ Գաղութենք յուրաքանչյուրս իրարու համար, որ յուրաքանչյուրիս զորացնես, քու երկնային իմաստությունով ըտլեցնես, մեզի խոնար սիրտ տաս, քու խոսքիդ հնազանդ հոգի տաս, որովհետեւ կարողանանք քու կամքիդ մեջ մնալ, մինչև մեր կյանքի վերջին օրը, հավատարմությամբ քալենք այս ընթացքը, որ մեր առջև գտնես։ Գաղութենք, որ քու խաղաղությունդ մեզի հետ լա, մեր սրտերուն մեջ լա, այս աշխարհի փոթորիկ վիճակին մեջով դեր, շնորհքը դուր մեզի, որ մեր աչքերը թերի քեզի ուղենք, չինայինք մեր շուրջը գտնվող հուսահատալի վիճակներուն, չինայինք մեր շուրջը գտնվող դեր աշխարհիկ կյանքին, այլով դեր մեր ուշադրությունը քու վրա դարձնենք, մեր աչքերը քեզի հարենք, ինչպես քու խոսքը դալ գսե, Հիսուսին նայենք, մեր հավատքին, առաջնորդին ու գադարողին։ Ով դեր գաղութենք այս եկեղեցին համար, յուրաքանչյուր անդամի համար, յուրաքանչյուր հաճախողի համար, անոնք որոնք հոս են եւ անոնք որոնք մեզի հետ կհետևին, ով դեր գաղութենք, որ յուրաքանչյուրին այցելես, առաջնորդես, բահես, պաշտպանես, մեր ընտանիքները քու առջևդ կպերենք, որովհետեւ մեզի հովանի ըլլաս, հատկապես մեր զավակներուն, որոնք դպրոցականներ են, որոնք համալսարան կհաջախեն, եւ որոնց մեջ շատերը կորձի ասպարեսը սկսած են։ Գաղութենք, որ անոնց հովանի ըլլաս, պահապան եւ պաշտպան ըլլաս, այս աշխարհի խաբեություններեն, սրախոսություններեն, գեղձավորներեն, բահես եւ պաշտպանես սիրենք։ Գաղութենք մեր ժողովրդին համար, Հայաստանի համար եւ մանավանդ նաեւ սպիրկի մեջ գտնվող մեր ժողովրդին համար, որ դարածված ենք ամբողջ աշխարհի վրա։ Գաղութենք հայ ժողովուրդը եւ Հայաստանի մեջ եւ սպիրկի մեջ բահես եւ պաշտպանես, մեր սրտերը քեզի դարձնես, մեզի հավատք տաս, որովհետեւ կարողանանք հավատարմությամբ ապրիլ, քու խոսքդ կարդանք, քեզի սիրենք եւ հնազանդ լանք քեզի։ Գաղութենք աշխարհի խաղաղության համար, որ այս ժամանակներու մեջ, որ ամենտեղ պատերազմի լուրեր կրսենք, ադելություն կա, գաղութենք, որ քու խաղաղությունը տարածես, այս օրերու մեջ, որ պիտի դոնենք ով դեր, քու ծնունդդ, այս օրերու մեջ քու խաղաղությանդ փափակը տնես, երկրի առաջնորդներուն վրա, գաղութենք Կանադայի համար, կառավարության համար, առաջնորդներուն համար, որ այս երկրի մեջ խաղաղություն դաս, եւ այս երկրի մեջով դեր իմաստությունով լեցնես բոլոր պատասխանատուներուն, որ այս երկրի առաջնորդեն խաղաղությամբ եւ քու կամքիդ համաձայն։ Շնորհակալ ենք քեզ մի ով դեր, ինչ որ գնես մեր կյանքի մեջ, փառք կտանք քեզի։ Գաղութենք նաեւ սքավորներուն համար, որ մխիթարություն դաս իրենց, գաղութենք հիվանդներուն համար, որով դեր բժշկություն դաս, գաղութենք դգարներուն համար, որ զորություն դաս, գաղութենք անոնք, որոնք հավատքի մեջ ետ մնացած են, անոնց հավատք դաս, զորացնես ամեն մեկը ինչ բանի, որ գարիք ունի, ինչ բանի, որ պետք ունի։ Շնորհակալ ենք քեզ մի անգամ եւս, որ քեզի պես հայր ունենք, որ համարձակությամբ քու առջևդ կուքանք եւ մեր խնդրանքները քու առջևդ գտնենք։ Շնորհակալ ենք, որ կպատասխանես մեզի։ Փառք լա քեզի ամեն բանի համար։ Փառք, բադիվ, երկրպագություն կվայելե քեզի։ Ամեն։ Շարունակենք մեր պաշտամունքը երկելով երթիվ 386
Ոտքի վրա լսեցեք կերկեն հրեշտակ 386 Իշխան խաղաղության, արգարե արդարության, բերավ լույս կյանք ամենուր, թե բացրամ բժշկություն, թողուցիր փառքեր տահին, որ մարդիկ գալ չմեռնի, ծանավոր մարդ փարշանա, վերստին ծնուտենա, լսեցեք կերկեն հրեշտակ, նորացին արկայիմ պար։ Ամեն։ Բայրույս սեր բոլորին, որքան ուրախ ենք, որ անգամ եւս հավաքված ենք Աստծո տան մեջ եւ Աստծո շնորհակալություն գայտնենք իրարու համար, որ Աստված մեզի իրարու տված է եւ ասիկա մեծ հարստություն է մեր կյանքի մեջ, որ Աստծո ժողովուրդը կովկովիկա եւ իր տանը մեջ Աստծո անունը փառավոր է Եվ նույն ժամանակ միասին բաշխելով, միասին ուրախանալով, միասին մեր աղոթները բարձրացնելով, նաև միասին արիթ ունենանք իր խոսքը լսելու եւ մտի գնելու։ Որովհետեւ Աստծո խոսքը կփոխի մեզի։ Այս է Աստծո խոսքի զորությունը։ Աստծո խոսքը կփոխի մեզի։ Անորոմար կհրավիրեմ, որ մեր ականջները բաց լան, մեր սրտերը լայն լան, որովհետեւ ինչ որ կլսենք, ընդունենք եւ մանավանդ կործածենք մեր լսածները։ Ուրեմն եկող այս երեք կիրակիներուն այսօր եկող կիրակի եւ դակավին հաջորդող կիրակի Պիտի ունենանք երեք շարունակական նյութեր, որոնք կապված են Սուրբ Ծննդյան դոնին։ Անորոմար կհրավիրեմ ցեզի, որ այս երեք կիրակիներուն ալ ներկա ալլակ
եւ անոնք որոնք Facebook-ով մեզի հետևին, եթե կարողանան իրեն գալ ներկայալ, կամ կոնե դունեն կարողանան հետևել, եթե կարելիություն չունին ներկայալալու։ Այդպես պիտի կաչարեմ, որ ներկայալակ եւ այս երեք նյութերը կարողանանք միասին խոսիլ, միասին մտածել եւ Աստծո հայցել, որ իր խոսքը եւ իր խորհուրդները մեզի հայտնե, կարողանանք սորվիլ եւ մեր կյանքերը բարելավին եւ ավելի լավելան։ Այսօր պիտի խոսենք ուրեմն հետեւյալ նյութին մասին։ Աստծո խոստումները հավատարիմ են։ Այսինքն Աստված իր խոստումները գադարելու մեջ հավատարիմ է։ Երբ որ Աստված բանը գխոստանա, գգադարե։ Մեզի հետ ասիկա քիչ մխնդիր է։ Մենք մեր ամեն խոստացածը չենք գտնար գադարել կամ չենք գադարել։ Զանազան պատճառներով։ Բայց Աստված իր դված խոստումները գգադարե։ Եկող գիրագի պիտի սերտենք, պիտի խոսենք միասին Աստված հայտնության պատրաստությունը։ The preparation of the incarnation. Անգլերենով incarnation կնշանակե Աստված մարմնացավ, Աստվածը հայտնություն։ Որովհետեւ ադիգա գադարվեր, Աստված պատրաստություն տեսավ։ Եվ ադոր մասին կալ գիրագի պիտի խոսենք, իսկ երրորդ գիրագին պիտի խոսենք Աստվածահայտնության ժամանումը։ Այսինքն Աստված երբ որ ինչպես եկավ, ինչպես հայտնվեցավ մեզի, ինչպես ժամանեց։ Ուրեմն այս երեք նյութերը կարևոր նյութեր են, բանավանդ այս օրերուն, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ քաչալերի են, որ այս երեք նյութերը կարողանանք հետևել։ Մեր ճաշտած Աստվածը խոստումներ գադարող Աստված է։ Գխոստանա եւ գգադարե։ Our God is a God of promises. His promises are always faithful. Միշտ գգադարե։ Ինչ որ գսե պիտի գադարվի։ Ուշ պիտի գադարվի կամ գանուխ պիտի գադարվի։ Բայց պիտի գադարվի։ Աստծո խոստումները միշտ հավատարիմ են։ Երբ կգարտանք Աստծո խոսքը Ծննդոց գիրքը, կտեսնենք, որ սկիզբեն մարդ արարածը ինգավ եւ չի մնաց հավատարիմ։ Ինգավ Աստծո փառքեն, այսինքն հերացավ Աստծո ներկայութենն։ Մեղքը անհնազանդությունը գդրեց այն հարաբերությունը, որ Աստված եւ մարդ ունեին միասին։ Եվ մարդ արարած Աստծո ներկայութենն դուրս վդարվեցավ։ Դուրս վրընդվեցավ։ Եվ այս վիճակը, այս անհնազանդությունը ունեցավ իր հետևանքները։ Երբ կգարտանք Ծննդոց 3-րդ գլուխը, կտեսնենք այնտեղ, որ Աստված յուրաքանչյուրին հետևանքներ կհայտնի։ Սատանային, Ադամին եւ Եվային, որոնք երկուք տալ խապվեցան Սատանային։ Գիտեք, Սատանային իբրև օծի երբալանք արդելով ներկայացավ եւ անորսավ թուն հողի վրա պիտի կալես, պիտի սողաս, հող պիտի ուտես եւ այլն։ Ադամին ասավ թուն քու վաստակդ շահդ քրտինքովդ պիտի լա, պիտի աշխատիս եւ այդ աշխատանքը քեզից ցավ պիտի դա։ Եվ այն համարալ ասավ քու ծնունդդ, ծննդապերությունդ ցավով պիտի լա, ամուսինիդ Հովանիին դակ պիտի լաս եւ այլն։
Յուրաքանչյուրը ունեցավ իր հետևանքը։ Բայց եւ այնպես զարմանալիորեն, երբ որ 3-րդ գլխուն 15-րդ համարը կգարթանք, կտեսնենք, որ Աստված այդտեղ դարբեր բան կհայտնե սատանային։ Նայեցեք ինչ կսե։ Ծննդոց 3:15 Օծին է որ գսե, սատանային է որ գսե։ Քու ու գնոջ մեջտեղ, քու սերունտիդ ու անոր սերունտին մեջտեղ թշնամություն պիտի տնեմ։ Ան քու գլուխդ պիտի չախչախե եւ թուն անոր քարշաբարը պիտի խայթես։ Քիչ բացատրեմ։ Աստված սատանային գսե, որ քու սերունտիդ եւ գնոջը սերունտին մեջ թշնամություն պիտի տնեմ։ Եվ այս թշնամությունը պիտի հարաճանա այնքան, որ գնոջը սերունտը քու գլուխդ, այսինքն սատանային գլուխը պիտի չախչախե։ Բայց նույն ժամանակ սատանային գսե, բայց թունալ անոր քարշաբարը պիտի հայտնես։ Քարշաբար գիտեք ինչ է, ոտքին դագի բաժինը, ուր որ մենք կգողենք։ Անի քարշաբար է։ Հոն գսե պիտի խայթես, բայց անիգա քու գլուխդ պիտի չախչախե։ Ասիկա կգոչվի աստվածաբանության մեջ intro evangelium, այսինքն առաջին ավետարանը, առաջին բարի լուրը։ Հիմա երբ որ կտեսնենք այդ հետևանքներուն մեջ, որ Աստված ըսավ սատանային Ադամին եւ Եվային, հոն բարի լուր չի գա։ Հոն ամեն մեկը իր քինը կվճարի գոր։ Բայց այստեղ բարի լուր մը գա։ Ուրախ բան մը գա, հույս մը գա, որ ինչ է ադիգա, որ գնոջը սերունտեն եկած այդ անձը սերունտը բիդի չախչախե սատանային գլուխը։ Ասի առաջին բարի լուրն է, առաջին ավետարանն է։ Հիմա որու համար գսե ասիգա։ Արդյոք Եվային ծնվելիք զավակին համար գսե։ Մենք գիտենք, որ Ադամ եւ Եվա շատ զավակներ ունեցան։ Առաջին երկուքը գայեն ապել, արդեն խնդիր եղավ եւ մեկ հատը մեռավ։ Եվ յետ ուրիշ զավակներ ալ ունեցան։ Նայեցեք։ Գնոջը սերունդը գինը առանց իր ամուսինի սերունդ չուներ։ Աստվածաշունչը երբ որ գսերնենք եւ կգարտանք, կտեսնենք, որ ովև մեկ սերունդը գուքա դղամարդեն Աբրահամի սերունդը, Իսահակի սերունդը, Հակոբի սերունդը, ինչ սերունդ որ խոսենք, գուքա դղամարդեն։ Բայց հոց սկսե գնոջը սերունդը, քու սերունդիդ եւ անոր սերունդին, գնոջ մասին է խոսքը։ Աշխարհի պատմության մեջ միան մեկ դեպք եղավ, որ գինը առանց ամուսինի զավակ ունեցավ։ Մեկ դեպք եղավ։ Եվ անիալ կգարտանք Աստծո խոսքին մեջ։ Մարիամ անունով գույս աղջիկը զավակ ունեցավ առանց ամուսին ունենալու։ Ուրեմն նայեցեք, ծննդոցի մեջ դագավին մարդկությունը չէ դարացված, դագավին երկու հոգիներ կան միան, Ադամը եւ Եվան, Աստված արդեն բարի լուրը գուտագոր, որ աբակային պիտի կատարվի, որ գինը ծնունդ պիտի ունենա առանց ամուսինի, եւ այդ անձը սատանային գլուխը պիտի չախչախե։ Ասիկա ուր գլագոր, եթեւի բարդեսին մեջ այս լուրը գդրվի գոր, ասի առաջին ավետարանն է, առաջին բարի լուրն է։ Այս դեպքը հատուկ դեպք էր։ Մենք շատ անգամներ թեթևի կանցնենք, Մարիամ հղացավ Սուրբ Հոգին եւ Հիսուսը ծնավ, բայց ասոր մեջ խորհուրդ կա։ Ասոր մեջ մարգարեություն կա ծննդոցի օրերեն։ Եվ եթե ասեմ ցեզի,
որքան դարիներու տարբերություն կա, մոտավորապես 4000 տարիներ առաջ Աստված այս խոսքը ասավ։ Մարիամի ծնունդեն մինչև եթե ծննդոցի այս խոսքը պիտի հաշվենք, մոտավորապես 4000 տարիներ կան։ 4000 տարիներ առաջ Աստված արդեն խոստացավ եւ այդ խոստումը գադարվեցավ։ Ասիկա հաղթության խոստումն է։ Թեպետ որ սատանան Հիսուսի քարշաբարը խայտեց շատ անգամներ, հալածեց, թշնամություն կար Հիսուսի եւ սատանայի միջև։ Գհիշեք սկիզբեն մանկության ուզեց մերցնել եւ հարյուրավոր բզդիկներ 2 տարեկանեն վար մահացան, հրաշքով Հիսուս Եգիպտոս փախցվեցավ։ Գհիշեք Հիսուսի փորձության ժամանակ Սատանան փորձեց Հիսուսի, որպեսզի ինացնես ինքը իր վիճակեն։ Նույնիսկ փորձեց ֆիզիկապես զիգ մերցնել ասելով, որ ինքնին կդվերեն վարն է, աշտարակեն վարն է։ Հիսուսի կյանքի ընթացքին որքան փորձություններ ունեցավ Հիսուս։ Ինչու համար։ Թշնամություն կար։ Շատ անգամներ սատանան հաջողեցավ Հիսուսի խայթել, մինչև զինք խաչին վրա հանեց, մինչև խաչվեցավ, ատկեց ավելի, մինչև թաղվեցավ, և մեծ քարնալ կլորեցին, վերջացավ, հույս չի մնաց, բայց ուր եղավ հաղթությունը, հարությամբ, երբ որ մերելներ են Հիսուս հարություն արավ, չախճախեց սատանային գլուխը, ինչպես Աստված խոստացած էր մոտավորապես 4000 տարիներ առաջ։ Աստված հայտնվեցավ մարդոց, երբ որ մարդկությունը գաբրել իր ամենախավար օրերը, երբ որ մարդկությունը հերու էր Աստծուց, երբ որ ամենտեղ խավար կար, անորամար Եսայի մարգարեն ինչ կսե, անցաշաբաթ, թե արջի շաբաթ կարդացինք, խավարի մեջ բդդող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ստվերին երգիրը փնագողներուն լույս ձակեցավ, Եսայի 9:2։ Աստված այն ժամանակին հայտնվեցավ Իսրայելի ժողովուրդին, երբ անոնք հավատքնին գործընծուցած էին, երբ հերու էին Աստծուց։ Ճիշտ այդ ժամանակին Հիսուս ծնավ։ Սուրբ Իրենաուս երկրորդ տարի եկեղեցու հայրերը մեկը գսե Հիսուսի համար նոր աթամն է, նոր աթամը, որ եկավ նորոգելու, եկավ շտկելու, եկավ թարցյալ գաբը ստեղծելու, ինչ որ աթամ քանթած էր, եկավ ճիշտ հագարակը ընելու, ինչ որ փլած էր եկավ շինելու, ինչ որ գդրված էր եկավ գաբելու։ Մեր կյանքի մեջ ծախողություններ կլան, բայց այդ ծախողություններուն հետ նաև Աստծո խոստումները կլան։ Եվ այդ Աստծո խոստումներն են, որ մեզի հույս կուտա։ Առանց Աստծո խոստումներուն հավատալու մենք հուսահատ կլանք։ Ինչու հույսով կլեցվենք, որտեղ Աստծո խոստումները կան։ Որ եթե մենք ինգած ենք, եթե մենք հերույ ենք, եթե մենք հավատքնից գործընծուցած ենք, Աստված հավատարիմ է, մեզի անգամ ևս ոտքի հանելու։ Ինչ կսե Աստծո խոսքը, եթե արդարը կսե 7 անգամ ալը 9, թարցյալ ոտքի պիտի ելնե։ Ասի Աստծո խոստումն է, իր խոսքին խոստումն է, որ մեզի հույս կուտա, որ երբ որ մենք դգարանանք, երբ որ հավատքնից դգարանա, Աստված դարձյալ մեզի արիթը կուտա, վիճակը կստեղծե, որ անգամի ևս ոտքի ելնենք եւ մեր հավատքին մեջ հաստատ կերպով շարունակենք։ Մեր ծախողություններուն հետ նաև գկալեն Աստծո խոստումները։
Մենք պետք է սորվենք եւ գիտնանք ասիգա։ Որ երբ որ դգարանանք եւ երբ որ ցախողենք կյանքի մեջ, մեր վիճակը եւ մեր ճակատագիրը ադիգա չէ։ Աստված իր խոստումները ունի։ Ինչպես Իսրայելի ժողովուրդը ինգած եւ ցախողած էր, բայց Աստծո խոստումները իրական եղան եւ Աստված փրկության արիթ եւ միջոց տվավ։ Ամբողջ 5 դարանի ընթացքին, այդ 4000 տարիներու ընթացքին, Աստված զանազան նշաններ տվավ իր աշխարհ քալուն։ Զանազան պատկերներ կտեսնենք։ Հիմա բոլորին մասին պիտի չխոսիմ ես, բայց գարկմը նշաններու մասին պիտի խոսիմ։ Ինչպես Աբրահամի բարական, եւ որ Աբրահամ իր զավակը զոհելու լերը բարձրացավ, վերջին վարյանին հրեշտակը հայտնվեցավ, եւ ասավ Աբրահամ դուղուն ցերկնի զարներ։ Եվ գսե Աբրահամ իր թեմքը դարձուց տեսավ, որ հոն արդեն անասունը գախված բռնված է իր գոդոշներեն։ Եվ փերավ եւ այդ անասունը մորթեց։ Ադիգա Քրիստոսի նշանն է, որ Իսահակին դեղ այդ անասունը մորթվեցավ։ Քրիստոս ինքն է, որ մեր զոհության դեղ Աստուծո քարնուգը ինքը խաչի ելավ։ Մովսես եւ Իսրայելի ժողովուրդը երբ Եգիպտոսի դուրս պիտի ելնեին, Աստված վերջին բադիժը տվավ եգիպտացիներուն։ Եվ ինչ էր բադիժը։ Իրենց անտրանիկ որդիները պիտի մահանան։ Բայց Աստված նշան մը տվավ եւ ասա, որ այդ քիշերը քարնուկ մը գմորտեք։ Եվ այդ քարնուկին արյունը ծեր թուրերուն գլուխին վրա գտնեք եւ թուրերուն գողմերը գտնեք։ Հրեշտակ երբ որ անցնի եւ երբ որ արյունը տեսնե, այդ տուներուն պիտի չի մոտենա։ Ով է այդ քարնուկը եւ ով է այդ արյունը։ Ինչ է այդ արյունը։ Եթե ոչ Քրիստոս ինքը եւ իր արյունը, որ մեզի փրկություն եւ ապահովություն կտա։ Այսպես շատ օրինակներ Աստծո խոսքին մեջ։ Ուրիշ դեղեր մարգարեություններ, որ Աստված խոսեցավ եւ խոստացավ, որ իր որդին պիտի տա։ Ինչպես կարդացինք Թարսիալ երկու շաբաթներ առաջ, որ գսե վասնզի մեզի մանուկ մը ծնավ, մեզի որդի մը դրվեցավ եւ իշխանությունը անոր ուսին վրա պիտի ելլա։ Անոր անունը պիտի գոչվի սքանչելի, խորհրդագից, հզոր Աստված, հավիտենականության իշխան։ Դավիթին աթորին վրա ու անոր թագավորությանը վրա, անոր իշխանությունը մեծնալուն ու խաղաղությանը սահման չկա։ Որբեսի հիմակվնե մինչև հավիտյան իրավունքով ու արդարությունով հաստատե ու զորացնե զանիգա։ Զորքերուն դերոջը նախանցը պիտի ընե ասիգա։ Եսայի մարգարեն գրեց այս խոսքերը։ Հիսուսի ծնունդեն մոտավորապես դեռևս 556 տարիներ առաջ Աստված խոստացավ, որ մանուկը պիտի ծնի, որդիմը պիտի դրվի։ Եվ երբ որ ժամանակը հասավ, մանուկը ծնավ։ Կգարտանք Փեթլեհեմի մեջ մանուկը ծնավ, իսկ Աստուծո որդին դրվեցավ։ Ահա մեզի մանուկը ծնավ, մեզի որդիմը դրվեցավ։ Ծնավ իբրև մարդ, դրվեցավ իբրև որդի Աստված։ Գտեսնեք, որ այս խորհուրդը Եսայի մարգարեության մեջ ծնավ իբրև մանուկ, ծնավ իբրև մարդ, դրվեցավ իբրև որդի Աստված։ Աստված դվավ։ Ինչ կհիշեցնե մեզի Աստված դվավ։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին դվավ։ Հովաննու 3:16 Որդին ծնավ իբրև մարդ, մանուկը ծնավ իբրև մարդ, բայց նույն ժամանակ Աստուծո դվածն էր։ Եվ մենք լավ գիտենք, այդ կնշանակե Աստուծո
մարդեղությունը։ Աստված մարմնով հայտնվեցավ։ Ասիա խորուրդ մնե, որ նաև բարձ մարդ մը չեղավ, այլ նաև եղավ սկանչելի մեկը, խորհուրդ տվող մեկը, ինքը հզոր Աստվածն էր, խաղաղության իշխանն էր, ինքը մեր դերն է, որ մեզի եկավ այս այցելությունով, աշխարհը չի գրծավ հասկանալ ասիկա, չի գրծավ ըմբրդել այս խորհուրդը, որ ինչպես այս մանուկը, որ Փեթլեհեմի մեջ ծնավ, նույն ժամանակ որդի Աստվածն է, որ երկինքեն դրվեցավ։ Հիմա նայեցեք, կացին Փեթլեհեմ եւ Մարիամ ծնանելու ժամանակը հասավ Մարիամին։ Եվ Հովսեփ թուր զարգավ բանտոկները, որովհետեւ սենյակ մը ապահովե։ Եվ բոլորն ալսին դեղ չունին։ Ուրիշ բանտոկ կացեք, ուրիշ բանտոկ կացին, դեղ չունինք, մինչև մեկը սավ այստեղը ախոր մգա, միակ դեղը, որ գրնանք ծեզի դալ ախոր մն է, աշխարը չի ճանցավ, թե այս ծնվերիկ մանուկը ով է, եթե ճանչնային վստահ եղեք, բոլորն ալ իրարու հետ գրիվ բիդենեին, որում բանտոկի մեջը պիտի ծնի։ Բոլոր բանտոկները պիտի բարբեին, բոլորին դուրս պիտի հանեին, բայց աշխարհը չի գրծավ ճանչնալ։ Սերներ վիճակը այսօր նույնն է։ Աշխարհ չի ճանչնալ, որ ով է Հիսուս։ Չի գիտեր, որ ով է։ Եվ անոնամար մարդոց դուներեն դուրս է Հիսուս, անոնամար շատերուն կյանքեն դուրս է, շատերուն սրտեն դուրս է, ինչու գիտեք, մարդուն սիրտ այս բանտոկներուն կնմանի, Փեթլեհեմի բանտոկներուն կնմանի, ուրիշ տեսակ մարդոցմով լեցուն է, դեղ չի գա Հիսուսի համար, և Հիսուս այդ տեսակի բանտոկներում մեջ չի ծնիր, մինչև որ քու բանտոկըտ չի բարբես, մինչև որ քու սիրտըտ չի բարբես, աշխարհի ներկայություն են, Հիսուս քու սրտիդ մեջ չի ծնիր։ Պետք է սիրտըտ բարբես։ Սրտիդ մեջ մեկ բաժին մը չես կրնար դալ։ Ուրիշ հաճախորդներու գողքին։ Սիրտըտ ամբողջությամբ պետք է բարբես, որպես ինք այդ բանտոկի մեջ ծնի։ Անոր իշխանությունը գմեցնա եւ սահման չունի։ Անոր իշխանությունը մեծնանուն ու խաղաղությանը սահման չկա։ Մեկը չի գնար գեցնել Հիսուս Քրիստոսի փերած իշխանությունը։ Մեկը չի գնար մրցիլ անոր թեմ։ Մեկը չի գնար գեցնել զինքը։ Բիդի մեծնա անոր իշխանությունը։ Եվ սահման բիդի չունենա։ Մարտին Լութեր գսե անոր իշխանությունը խաղաղության իշխանություն է, որ լեցուն է զորությունով, բայց ոչ թե միայն զորությունով, այլ լեցուն է խաղաղությունով եւ շնորհքներով։ Հիսուս Քրիստոսի իշխանությունը շնորհքով է, ողորմությամբ է, սուրով չէ, այլ խաղաղությամբ է, սիրով է։ Ինչ կսեմ եզի այս խոստումը, որ իր ներկայությունը պատճառ գտարնա, որ մենք խավարի մեջ չկալինք, որ իր ներկայությունը պատճառ գտարնա, որ մենք ընդունենք իր խաղաղությունը, ոչ թե աշխարհի խաղաղությունը, որ պայմանագրային է, շատ անգամներ պոլիտիկալ է, շատ անգամներ իր պայմանները ունի, մարդիկ խաղաղություններու համար կովկովի ուքան, ամիսներով ժողովներ գնեն, ետ կգստորակրեն, դեսած ենք, չէ? Ուքան գստորակրեն, հանգարց կդեսնես, քանի մը շապատ վեջ, քանի մը ամիս վեջ, քանի մը դարի վեջ, այդ խաղաղության համացանությունը գպլի։ Պայմաններ կան, բայց Աստուծո դված խաղաղությունը ծրի է,
եւ ներքին է։ Եվ այդ խաղաղությունը սահման չունի, այդ խաղաղությունը գմեցնա։ Աստված ընտրեց Բեթլեհեմը։ Ինչ է Բեթլեհեմը։ Բազմիկ քյուրը, աննշան քյուրը, որ Միքիա մարգարեն գսե, թեև թուն գսե, հազարավոր քյուրերուն մեջ բզդի ես, բայց քեզ մե պիտի ելլե ան, որ Իսրայելի վրա իշխան պիտի ելլա։ Անոր ելքը հինեն է, հավիդենական օրերեն է, Միքիա 5:2։ Աստված խոստացավ եւ իր խոստումը գադարեց։ Հիսուս ընտրեց Բեթլեհեմի աննշան քյուրին ախորիմը մեջ ձնիլը, մսուրիմը մեջ բարգիլը։ Աս ինչ կսեմ եզի։ Որ Աստված աշխարհիս հիմարները գնդրե, աշխարհիս յեդին ցկվածները գնդրե, ինչպես Պողոս Արաքյալ գսե մեզի առաջին Կորինթացիս առաջին գլուխին մեջ, որբեսի գսե ամոթով ընե իմաստունները, եւ աշխարհիս դգարները ընտրեց, որբեսի ամոթով ընե զորավորները, աշխարհիս անարգները ընտրեց, ոչինչները ընտրեց, որբեսի անոնք որ փամը ըլլալ գգարձեն խափանե եւ ոյը մեկը չհբարդանա Աստծո առջև։ Աստված խոնարհը գնդրե, Աստված դգարը գնդրե։ Նայեցեք Հիսուսի աշակերտները, ով զորավոր էր Բեչերնին, մեկ մասը ցկնորս էր, մեկը մաքսավոր էր, մեկը չենք գիտեր ինչ էր, աստեղեն անդեղեն, բայց աշխարհը դակնու վրա էր ինչ է։ Աշխարհին երեսը փոխեցին։ Աստված ընտրեց Բեթլեհեմը մեզի ցույց տալու համար, որ ինքը գնդրե խոնարհած սիրտերը։ Աստված հբարտ մարդ չուզեր։ Աստծո համար խոնարհ սիրտն է։ Այսօր մենք խոսեցանք ձնընթոցեն, հասանք մինչև Եսայի մարգարեն, հասանք մինչև Միքիա մարգարեն։ Եվ տեսանք Աստված խոստումներ տվավ։ Եվ Աստված կատարեց իր խոստումները։ Անիկա գուկա խավարը լույսի փոխելու։ Անիկա գուկա հուսահատությունը հույսով լեցնելու։ Անիկա գուկա դգարը զորացնելու։ Գուկա մեր սրտի մեջ խաղաղություն բերելու։ Ներքին խաղաղություն։ Գուկա ապրելու խոնար հոգիներուն մեջ, խոնար սրտերուն մեջ, ինչպես ծնավ Բեթլեհեմի մեջ, ինչպես ծնունդ ստացավ ախորիմը մեջ։ Աստված կընտրե խոնարը, որովհետեւ այդ խոնարհության մեջ են իր փառքը ցույց կտա։ Սերիներ սուրբ ծնունդը դոնելը միայն ջաշեր պատրաստել չէ, նոր հագուստներ հագնել չէ, մարդուդուն այցելել չէ, մարդ ընդունել չէ, այս բոլորը լավ բաներ են եւ ընենք, լավ էլ այս բոլորը։ Մեր դուները զարտարենք, լավ ջաշեր եփենք, մարդիկ ընդունենք, այցելության երթանք, ուրախանանք, նվերներ տանք, նվերներ առնենք, ասոնք լավ բաներ են, բայց ծնունդը միան ասիգա չէ։ Ծնունդը Աստուծո ներկայությունն է Հիսուս Քրիստոսով մեր սրտերում մեջ։ Եթե մենք ադիգա չունենք, այդ բոլորը անցողական են, այդ բոլորը աշխարհիկ են։ Եկեք ինչ կպատրաստվենք այս եկող օրերու մեջ, եկող շաբաթներու մեջ սուրբ ծնունդը դոնելու։ Եկեք նաև մեր սրտերը պատրաստենք։ Մեր սրտերը թող նմանին Բեթլեհեմին, թող նմանին այդ խոնար ախորին, խոնար մսուրին, որ Տերը հոն ընտրեց իր ներկայությունը բերելու։ Եկեք մեր սրտերն այդպես խոնարեցնենք Աստծո առջև։ Թող Քրիստոս ծնի մեր սրտերում մեջ, թող Քրիստոս ծնի մեր դուներում մեջ, մեր կյանքերում մեջ։ Եվ այդ բոլոր դոնագադարությունները, որ պիտի անենք, իր իմաստը կունենան, իր արժեքը կգտնեն, եւ որ Քրիստոս ծնած է մեր կյանքի մեջ։ Թող Տերը օրհնե մեզ բոլորս։ Ամեն։ Շնորհակալ ենք եղբայր
Հիմա Աստծո կորցին համար մեծ հոժար նվերները բիդավակենք։ Ոտքի վրա միասին դեոնական աղոթքի երկենք։ Զիքո է արքայություն և զորություն և փառք Ավիդյանս Հավիդենից։ Ամեն։ Ամեն։